2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Այսօրվա փոխարժեքով սա ավելի քան 3.3 միլիարդ դոլար է, ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Վարչապետն ասում է, ոչ ոք չի հերքում, թե մինչև 2018 թվականը բյուջեի աճ չի եղել։ Եղել է, բայց վերջին 7 տարիներին առավել մեծ տեմպ է ստացել։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ։ Օդից չի ընկել, ըստ Փաշինյանի գումարը ձևավորվել է ստվերային տնտեսությունը արհեստական մենաշնորհները վերացնելու արդյունքում, որպես ապացույց վարչապետը բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը։ Պետությունը 21.8% մասնաբաժին ունի կոմբինատում։ 2012-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի համեմատ։ Միայն 2024-ին էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետբյուջե։ Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության։ Միայն ԶՊՄԿ-ով 1 միլիարդ դոլար։ 100 միլիարդ դրամի էլ գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորում է իրականացրել պետությունը։ Շատ կարևոր է հասկանալ դրա արդյունավետությունը, որովհետեւ մենք վերջին տարիներին գյուղատնտեսության զարգացման տեմպի իմաստով բավականին խնդիրներ կան։ Մի հեկտար հողի վրա արդյունավետ գյուղատնտեսություն չի լինելու ուղղակի։ Չի լինելու։ Եկեք էլի գնանք փողը տանք, քսերը տանք, հացը տանք, ջուրը տանք։ Գյուղատնտեսությունը ինքը ծավալ է ենթադրում, որպեսզի դա տեղի ունենա։ Հետևաբար հողերը պետքա խոշորանան։ 1 հեկտարի վրա աշխատող գյուղացիների համար էլ Փաշինյանն առաջարկում է շուկայում կամ այլ ոլորտում աշխատատեղ ստեղծել։ Աղքատությունից դուրս գալու միակ տարբերակն է սա, ըստ վարչապետի, նպաստը չի լուծելու աղքատության հարցը։ Իսկ նպաստը ինչ անում մարդը։ Ինչ նպաստով տենց բան անում, ծաղկում է, զարգանում է, կյանքը վայելում է։ Հա՞։ Ինչ անում նպաստով։ Նպաստով լավ է ապրում։ Փաշինյանի ձևակերպումը հետևյալն է՝ տնից դուրս պետության մեջ պետք է բարեկեցիկ միջավայր ապահովել։ Ասում է, ցեխակոլոլ գյուղում հնարավոր չէ ոչ աղքատ ապրել։ Երկար քննարկված գույքահարկի թեման Փաշինյանը եւս չշրջանցեց։ Պետական եւ համանքային բյուջեն այնա թե մարդը ոնց է ապրում Հայաստանի Հանրապետությունում։ Հնարավոր չի, որ պետական բյուջեին քիչ փող վճարես եւ լավ ապրես։ Չի կարա այդպիսի բան լինի։ Չի կարա ուղղակի այդպիսի բան լինի։ Աշխատել, նպաստել երկրի բարեկեցությանը։ Ընդհանուր ձևակերպմամբ այսպիսին է Փաշինյանի մոտեցումը. եթե չեք աշխատում, ուրեմն կողմնակի եկամուտ ունեք։